Բարև ձեզ, դուք դիտում եք հարթակը, այսօր իմ հյուրն է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը, նրա հետ մենք կխոսենք Հայաստանի ներքին իրավիճակի մասին, հատկապես արտաքին ուղղության վրա Արցախյան գոտում տեղի ունեցած պատերազմական գործողությունների եւ այժմ ծավալվող զարգացումների համատեքստում։ Սարո, շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու հրավերն ընդունելու համար։ Հայաստանում քառօրյա այս պատերազմից հետո տեղի ունենում հետաքրքիր ներքին զարգացումներ, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպում, հետո Ռոբերտ Քոչարյանի արձագանքը բացասական ըստ էության, նաև հետո այդ նռնակի պատմությունը Քոչարյանի տան վրա ոչ սովորական, այսինքն ինչ որ զարգացումներ են եւ ԴՀԿ-ի պետի էլի անակնկալ հրաժարական ինչ որ օֆշորային սկանդալի համար։ Սրանք ազդված են այս զարգացումները այն իրադարձություններից, որ տեղի ունեցան անցյալ մի քանի օր առաջ այդ Ղարաբաղյան ճակատում, փաստացի պատերազմից, թե Հայաստանում շարունակում են ապրել այնպես, ինչպես ապրում էին մինչև հիմա, ուղղակի զուգադիպում են այս իրադարձությունները։ Ընդհանուր առմամբ զուգադիպում են, որովհետև կապ պետք է լինի երկու ներքաղաքական եւ արտաքին քաղաքական այս ընդհանուր գործընթացների միջեւ, որպեսզի մենք կարողանայինք խոսել ձեր բարձրացրած հարցի շրջանակում, բայց իհարկե ազդում են նաեւ չի կարող արտաքին ուրեմն նման կարգի ռազմական գործողությունների փաստը եւ ընդհանրապես հանրության ուշադրությունը որ կենտրոնացած է այդ խնդրի վրա, անվտանգության խնդրի վրա, չազդել ներքաղաքական ուրեմն գործընթացներում սուբյեկտների ցուցաբերած վարքի վրա։ Կարող եք ասել, որ արտաքին այդ զարգացումները հիմնականում ծառայեցվում են ներսում ոչ թե ձևավորելու որևէ դիմադրունակ համակարգ կամ դիմադրունակ process, առողջացման process, այլ այդ արտաքին խնդիրները ծառայեցվում են ներսում արդեն ներքին խնդիրներ լուծելու համար։ Հնարավոր են այդպիսի բաներ։ Ընդհանրապես իրավիճակից օգտվելու մտածողությունը ընկած է քաղաքական սուբյեկտների մոտ եւ հատկապես ես որքան նկատել եմ մեր վարչախումբը հենց նման կարգի ուրեմն խնդիրներից է շատ լավ գլուխ հանում իրավիճակը ինչպես ծառայեցնի իշահ իրեն Բայց ինչպես տեսնում ենք, նաև ներսում էլ բավական պատրաստակամություն կա իշխանության այդ խաղի կանոններին ընդառաջ գնալու համենայնդեպս մենք ոչ միայն դիմադրություն չենք տեսնում, նաև տեսանք, որ օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, չէ, եթե դու քաղաքական այդ միավորների մասին եք ասում, թե ընդհանրապես հանրության մասին եք ասում, քաղաքականի մասին, քաղաքական միավորների մասին, արդեն ներքաղաքական ընդհանուր process-ին է վերաբերում եւ որը պատերազմը, այստեղ ես բան չեմ տեսնում, պատերազմի հետ կապը չեմ տեսնում եւ այդ ընդհանուր հունը ինչպիսին էր, մի հատ դա քննարկենք, վարչախումբը Սերժ Սարգսյանի բերանով եւ ոչ միայն մնացած իրենից ներքև իջնող գործիչների բերանով ասում էր, որ եկեք համաձայնվենք, եկեք միասին տեսնենք ինչ ենք անում եւ բոլորը հերթով գնում էին, այսինքն տարիների պայքարը քաղաքական միավորների բոլորին բերել էր այն մտածողությանը, այն մտքին, որ ավելի լավ է օգտվենք, քան թե պայքարենք չեղած բանի համար, այսինքն իրենք համակերպվել են, որ իրենք ոչինչ են հանդեպ գործող վարչախումբը եւ քանի որ համակերպվել են այդ մտքին, ստիպված են արդեն ելքեր գտնել օգտվելու հետ կապված եւ այդ ընդհանուր տրամաբանության մեջ է գտնվում ձեր ուրեմն ասած Լևոն Տեր-Պետրոսյանի կամ մնացած օրինակները։ Մենք անցած տարի ֆոտոսեսիաների տեսանք շատ լավ օրինակ էր, հիմա էլ ասենք արխիվում ընտրություններ են լինելու ազգային ժողովի եւ ընդհանուր այդ կոնֆիգուրացիայի մեջ է լինելու, այսինքն բոլորը ուզում են ցույց տալ իրենց ուժը որպեսզի կարողանան նստել ուրեմն բանակցել կամ էլ թե չէ ինչ որ բան ապացուցել վարչախմբին ապացուցել որ այն որ կեղծում եք կեղծեք այնպես որ մենք ստեղ տեղ ունենանք որովհետև մենք ունենք այսքանը հանրային այսքան աջակցություն ունենք եւ այլն ես օրինակի համար վերջի այս ընտրությունները Հրազդանի քաղաքապետի ես դա եմ նկատում եմ որ մարդիկ ունեն ինչ որ առումով ապացուցելու խնդիր Բայց ինչ, այսինքն արդյունքը մի կողմ, արդյունքի հասնելու խնդիր ըստ էության համակերպված են։ Հիմա էլ համակերպվել են, որ այդպես էլ պիտի լիներ, ասում են նորմալ էր ընտրությունները, ուղղակի ընտրակաշառք է կիրառվել։ Բայց
Ապացուցեցինք, որ մենք մոտ 50% ձայն ունենք։ Այսինքն դա ինչի համար է ասվում։ Այդ դա նրա համար է ասվում, որ այ տեսեք վարչախումբը ազգային ժողովի ընտրությունների ժամանակ երբ որ պիտի կեղծիքներ բանեցնի, նա չի կարող այդ հաշվի չառնել, այդ փաստը հաշվի չառնել։ Եւ ներքուստ մտածում են, որ վարչախումբը այդ կոնֆիգուրացիան գծելիս իր բաժինը ուրեմն մենք ստանդարտ ինչ որ մի ստանդարտ ունենք այդտեղ արդեն Եվ պայքարը այդտեղ է, թե մենք ինչքան ենք, ուրիշները ինչքան են մասնակիցները, եւ ընդհանուր մտածողությունը սա է եղել։ Այսինքն Սերժ Սարգսյանը կարողացել է համոզել, որ եկեք ամեն ինչ արեք, ապացուցեք, որ դուք կաք, ընդհանրապես քրեոլիգարխիայի բանն է այդպես, պայքարն է այդպես եղել։ Եվ ամեն մեկը կունենաք ինչ որ ունեք։ Ինքն այս քարորիա պատերազմը ոչ թե բերեց նրան, որ փոխվի ներքին զարգացումների տրամաբանությունը այդ արտաքին վտանգի գոնե շոկային էֆեկտի առումով, այլ բոլորը վերհաստատեցին, որ ճիշտ են վարվել մինչև հիմա, այդպիսի եզրակացություն կարող ենք անել։ Ես բացի հայտարարություններից, կուսակցությունների հայտարարություններից, ես այլ բան չեմ տեսել, որ քաղաքական միավորները այս պատերազմի օրերին եւ հիմա էլ հետ պատերազմյան շրջանում ինչ որ այլ քայլ արած լինեն։ Ես չեմ նկատել։ Բացի այն հայտարարությունները, որ արվեց ՀԱԿ-ի, Ժառանգության եւ մնացածների կողմից։ Այս կողմից ինչ պիտի անեին։ Հատկապես երբ որ տեսնենք, որ իշխանությունը ընդհանրապես փոխվելու մասին խոսք չկա եւ խոսք Եթե ինչ-որ բան չպիտի անեին, ուրեմն մենք մեր առարկան, խոսակցության առարկան, պատերազմի եւ այլնը, արդեն արտաքին քաղաքական եւ ներքաղաքական, միանգամից իրարից բաժանվում են, արդեն պետք է չի կապել ներքաղաքական process-ները արտաքին քաղաքական process-ների հետ։ Ընդհանրապես կարելի է խոսել, որ կար դիրքորոշում քաղաքական միավորների կողմից պատերազմի ժամանակ չխանգարել վարչախմբին անելու այն, ինչ որ կապված է ռազմի դաշտի հետ։ Դա արվել է։ Դրանից ավել ոչ մի պարտավորություն ստացվում է, կուսակցությունները, քաղաքական միավորները չունեն այլ պարտավորություններ։ Նրանք գտնում են, որ կա պետական ուրեմն մեքենա, վարչախումբ եւ ինչ ասում են, նա էլ պիտի արվի այդ օրերին։ Եվ դա ոչ միայն այդ օրերին պատերազմի, այլ նաեւ պատերազմի 4-4-օրյա պատերազմից հետո հիմա ներքաղաքական process-ների հետ կապված կա ասենք պատերազմի հետ կապված ես նկատեցի Սասուն Միքայելյանի Արցախի ճակատ մեկնելը եւ դա ասենք հանրային տրամադրությունների վրա ազդելու ինչ որ լծակ սարքելը այլ բան չեմ տեսել որ անգամ մնացած քաղաքական միավորները քանի որ пассив են այս պահին մյուսները անգամ դա էլ չեն արել քանի որ նպատակ չկա, իմաստ չկա, այ եթե ուրիշները ինչ որ պիտի մասնակցեին ընտրությունների, նրանք էլ այտենց ինչ որ ջոկատ կկազմեին, որպեսզի PR ակցիա լիներ, բան։ Ես իհարկե խոսքս այնպես չթվա, թե Սասուն Միքայելյանի արած ես PR ակցիա եմ դիտարկում։ Ես ասում եմ, որ ի վերջո իրենց մտածողության մեջ կար այդ բաղադրիչը, որ քանի որ պատերազմ է գնում, հանրությունը պետք է իրենց լավ հասկանա, որ իրենք նաև պատերազմի ժամանակ են առաջի գծում կանգնած։ Բայց տեսեք, որ իրանք արեցին դա, որ ասում եք կուսակցությունները ինչ պիտի անեին, այլ կուսակցությունները դա չարեցին։ Եվ դա արդեն իսկ ցույց է տալիս, որ այդ մարդկանց համար ընդհանրապես մի հայտարարությունը բավարար է առաջի օրը եւ մի կողմ քաշվելու, մնացածը արդեն ոնց կգնա արդեն իրենց դա չել հետաքրքրում։ Հիմա կպիտի վերադառնանք ներքաղաքական իրավիճակին։ Ներքաղաքական իրավիճակի մասով Հրազդանի ընտրությունը տեղի ունեցավ ավանդական հանրապետական այդ մեթոդներով, բայց եթե գնահատենք ընդդիմադիր ուժի գործունեության տեսանկյունից, կարող ենք առաջընթաց որակել են իմաստով, որ հայտարարում է, որ տեղամասերում խախտումները կասեցվել են եւ գործնականում որևէ ազդեցություն ունեցող խախտում չի եղել եւ բուն գործը եղել է, այսինքն հանրապետականը բուն թվանկարչությունը ստացել է ընտրակաշարքի միջոցով տեղամասից դուրս։ Սա կարող ենք առաջընթաց համարել, որ գոնե տեղամասում կեղծիքները կանխվել են իրավիճակի առումով։ Անձամբ ես ոչ մի ուրեմն առաջընթաց չեմ նկատում եւ չեմ կարող համարել։ Ուրեմն ամեն անգամ կեղծվելիս ինչ որ մեթոդներով, միջոցներով են կեղծվում։ Եթե ինչ որ մի ընտրության ժամանակ այս սրա դեմը առնցվում է, հանրությունը, հակընդդեմ կանգնած ուժերը,
ապա արդյունքը, որ արձանագրվում է, դա ինչ որ մի գործընթացի արդյունքում է, չէ, ինչ որ գործ անելու արդյունքում է, այլ խախտումների, այլ հանցագործություններ անելու արդյունքում է։ Հիմա ամեն անգամ ասենք ասել, եթե մենք կանգնենք ասենք, որ այս սա դրա դեմ արվավ, արդեն 20 տարի դա ենք ասում։ Մենք կարողացանք այս դրա դեմ առնել, մենք կարողացանք սրա դեմ առնել այս անգամ։ Հա, դու առնում ես ինքը ուրիշ բան է մտածում, դու առնում ես ինքը ուրիշ բան է։ Հետո վերադառնում է այն ինչի դեմը առել է, նորից դրան է վերադառնում։ Մյուս ընտրություններից ինչ որ մեկում նորից կարող են դրա տեղամասում ոչինչ էլ իրենք չկարողանան անել, այսինքն կիրառվի է դա։ Հիմա կարիք չկար կիրառելու լրագրողների տեսախցիկները էս։ Հիմա կգտնեն վաղ մեսօր ինչպես լրագրողներին օրենսդրական նախաձեռնությամբ էին, չէ, ինչ որ թիվ սահմանում, քչացնում։ Հիմա վաղ մեսօր եթե հա հրաժարվեցին, բավական կարող է չհրաժարվեն, մտցնեն, այսինքն այդ անverջ պտույտ է։ Նույն տեղում մարդ կանգնած քայլում է։ Լավ, իսկ ինչպես պետք է դուրս գալ այդ։ Արդյունքով է պետք չափել։ Ես մի հատ ասեմ, արդյունքով կա արդյունք։ Նոր կարելի է խոսել այլ բանի մասին, չկա արդյունք։ Ուրեմն այն մնացածը թե մի քայլ առաջ էր, երկու քայլ հետ էր, եթե այդպես գնահատենք։ Այս հարցում ինչ որ մի բան ապացուցեցիք, այլ հարցերում այլ բաներ ապացուցվեց, որ ընտրակաշարքը ուրեմն շատ բան գործոն է, վճռորոշ գործոն է։ Վաղը կապացուցեք դա, որ դրա դեմը կարելի է առնել, կպարզվի, որ հանձնաժողովները վճռորոշ գործոն են եւ այլն։ Անսպար ինչքան կարելի է այդ պարտված ուրեմն ճանապարհով, ծեծված ճանապարհով շարժվել։ Եվ այդ դրանից հետո արդեն, որ ասում եմ ինչքան կարելի է նաև մտածել, որ այդ մարդիկ խնդիր ունեն հենց այդ ծեծված ճանապարհով շարժվելու, ոչ թե ծեծված ճանապարհով չշարժվելու, այլ այդ մարդիկ երևի ցանկանում են այդպես շարժվելու։ Այդ դա է պետք գնահատել, ինչ են ուզում այդպես շարժվել այդ ծեծված։ Լավ, մյուս կողմից կա այդ հայտնի տարբերակը, որ մենք այս ճանապարհն ենք պատկերացնում եւ գնում, ով կարող է այլ ճանապարհ եւ ունի այլ ճանապարհ շատ հանգիստ կարող։ Դրա բացատրությունը հետեւյալն է։ Նույն ընտրակեղծիք ներկատարողը ինչ որ բացատրություն է տալիս, ասում է կարող ես ուրիշ բան արա եւ այլն։ Երբ որ մենք ասում ենք դու ընտրակեղծիք ես անում, դու այս պետությանը, այս հանրությանը, այս ժողովրդին ու անձամբ ինձ ես վնաս տալիս, քո արածի արդյունքում չի լինում սա, չի լինում սա, չի լինում սա, հենց այդ տրամաբանության մեջ։ Հիմա եթե մեզ եւ ընդհանրապես բոլոր մնացածներին ասում են, որ գիտեք, գնացեք դուք ձեր ուրիշ բան արեք, խոսքը նրա մասին չի թե ով ինչ կանի, այլ խոսքը նրա մասին է, որ քո արածի արդյունքում ես էլի տուժվում եմ, մի արա դա տրամաբանությունը։ Այսինքն, եթե դու պիտի մի բան անես, լեգիտիմացնես վարչախմբին, որի արդյունքում նա ուրեմն երկիրը հասցնի այնպիսի սոցիալական բևեռացման, կոռուպցիայի եւ մենատիրության, մոնոպոլիայի, երբ որ հանրային բարիքը պետք է բաշխվի ընդամենը շատ նեղ շրջանակ անձանց, իսկ ամբողջ հանրությունը ըստ էության աղքատության եզրին հասնի եւ չիմանա անգամ գործ չկարողանա ճարի, որպեսզի իր ընտանիքը պահի, այս դրա մասին է խոսքը։ Հիմա եթե դու լեգիտիմացնում ես դա եւ ինձ ասում ես, գիտեք, ես սա եմ կարողանում անել, ճիշտ է, չկարողացա հաղթել, բայց մյուս անգամ, բայց դա դու անում ես այն, որի արդյունքում ես տուժում եմ, հանրությունը տուժում է։ Ասածը դա է, մի արա դա։ Չանելու այլընտրանք է։ Եթե բոլորը եթե չեն անում, չի լեգիտիմ անում, դա է խնդիրը։ Եվ սա պետք է մեր հանրությունը հասկանա։ Ասում են, գիտեք, բոյկոտ, դե էլի, եթե բոյկոտես, ինքը կանի այն ինչ որ կանի։ Հա, բայց ինքը չի կարողանա ոչ մեկին ասել, համոզել, որ դա ընդհանուր կոնսոլիդացիայի, հանրային կոնսոլիդացիայի արդյունքում է։ Դա մեկ, աշխարհի հետ հարաբերվելու խնդիրներ կան։ Այդ հեշտ չի այդպես լեգիտիմություն ստանալը։ Ամբողջ աշխարհում լեգիտիմությամբ է կառավարվում ընդհանրապես։ Իշխանություն ասածը, չնայած այդ բառը սխալ է ներկապային կիրառել, բայց այդ նույն իրենց հասկանալի տերմինով եմ ասում, այդ իշխանություն ասածը լեգիտիմությամբ է ամբողջ աշխարհում։ Չկա իշխանություն, չկա կառավարություն, որը լեգիտիմ չի։ Եթե լեգիտիմ չի, ինքը խոցելի է արդեն։ Իր հետ ուրիշ ձև են խոսում արդեն։ Իր հետ կամ իրեն հանդուրժում են, քանի որ նա ծածկելու համար ոչ լեգիտիմ լինելը ստիպված է լինում մտնել պայմանավորվածությունների մեջ լեգիտիմների հետ, կամ էլ թե չէ իրեն ոչնչացնում են։ Շատ հեշտ է այդպես ոչնչացնել, որովհետև հանրային աջակցություն չունի, ընդհանրապես չունի ոչ մի բան։
Եվ բոյկոտի, երբ որ վերադառնանք բոյկոտի այդ բանին, մի բան է այդպես ընդհանրապես բոյկոտելը, բայց անգամ մի քայլ էլ վերև է պետք բարձրանալ։ Իմ ասածը նա չի, որ մենակ պետք է բոյկոտել, այլ ակտիվ բոյկոտի մասին է խոսքը, երբ որ դու ձեռքը բռնում ես հանցավորի, ոչ թե ձեռքը բռնում ես այս ընտրությունների ժամանակ թույլ չտալով, որպեսզի նա դու մասնակցում ես իր հետ ընտրություններին եւ ասում ես, գիտեք, տեղամասում ոչինչ չեղավ, բայց դու չկարողացար ձեռքը բռնել կաշառք տալու պահին, այլ ընդհանրապես չես մասնակցում եւ իրեն բռնում ես ձեռքը իր մենակ ինքը իրանով ընտրություններ կազմակերպելիս բոլոր տեղերում։ Եթե փորձենք պատկերացնել առաջիկա խորհրդարանի ընտրության վրա այդ օրինակը, ոնց ենք տեսնում այդ օրինակը, ակտիվ բոյկոտի օրինակը։ Ակտիվ բոյկոտը քաղաքական բոլոր միավորները պետք է բոյկոտեն։ Մի կարմիր գիծ պիտի լինի։ Ովքեր են գտնվում մասնակցողները եւ ինչի համար են մասնակցում, եթե ուրեմն վարչախումբը շատ լավ բոլորն են ընդունում, որ կեղծվելու է։ Եթե կեղծվելու է, իշա վարչախմբի է կեղծվելու, բայց մասնակցում են ինչ որ ուժեր, չէ՞։ Այդ ուժերը ինչի համար են մասնակցում, եթե կեղծվելու է եւ մեծամասնությունը։ Ուրեմն այն փոքրամասնության տեղերի համար են եւ պատրաստ են աչքերը փակել։ Հիմա այդ կարմիր գիծը որ գծվում է, հենց դա է իրենց ցուցանվում։ Դուք ինչ է ուզում եք լեգիտիմացնեք վարչախումբը, կամ այդ կարմիր գծից այս կողմ եք, կամ այն կողմ եք։ Եթե այս կողմ եք, ուրեմն չեք մասնակցում։ Եկեք արդեն ովքեր չեն մասնակցում, մի հատ որոշենք ինչպես ենք նրանց բոլորի ձեռքը վերցնում, ձեռքը պահում, թույլ չենք տալիս։ Այս կարմիր գիծը պետք է գծվի։ Մասնակցողները պետք է դիտարկվեն համահավասար ձևով, ինչպես վարչախումբն է։ Այսինքն վերաբերմունքը, ինչպես վարչախմբի դեմ է, այնպես էլ մնացած բոլոր մասնակիցների դեմ պետք է լինի։ Քանի այս կարմիր գիծը քաշված չի եւ մի ճամբար որպես դիտարկված չի, թե անդիմադիր, այսպես կոչված անդիմադիր միավորները, որ մասնակցում են ընտրություններին, եւ բուն վարչախումբը իր ՀԿ ուրեմն հանցավոր այդ որջով։ Եթե դա մի ուրեմն ճամբար չի դիտարկվում, միշտ կգտնվեն մանիպուլյացիայի ձևերը։ Այստեղ է, որ երբ որ այդ կարմիր գիծը քաշվի, իրենք արդեն խնդիր ունեն ասելու, որ իրենք վարչախումբ են, թե վարչախումբ չեն։ Երբ որ վարչախումբ չեն, ստիպված են անցնելու է կարմիր գծից այս կողմ արդեն ու չմասնակցելու։ Այստեղ արդեն թե ինչպես ենք մենք իրենց ընտրությունները կազմակերպվող, կեղծվող ընտրությունները տապալելու եւ ինչ ենք հաստատելու։ Այստեղ արդեն իշխանապողություն եզրը արդեն դուրս է գալիս։ Այդ կեղծ ֆորմատը դուրս է գալիս, ընդհանրապես կեղծ նպատակը դուրս է գալիս, որովհետեւ երկրում կա ոչ թե իշխանապողություն անելու խնդիր, այլ երկրում կա ազատ ընտրությունների մեխանիզմ հաստատելու խնդիր։ Ազատ ընտրությունների մեխանիզմի արդյունքում ընտրությունների ժամանակ կձևավորվի կառավարություն, կձևավորվի ուրեմն ներկայացական պարլամենտ եւ այլն։ Այստեղ արդեն իշխանապողության տրամաբանությունը չկա արդեն։ Երբ որ կա, հիմա երբ որ այն միավորները, որոնք կհամախմբվեն, ամբողջ հանրությունը կհամախմբվի իր բոլոր բաղադրիչների հետ միասին եւ կարմիր գիծ կքաշի եւ կասի, որ հանցավոր է այս ամբողջ գործընթացը, որ կատարվում է այստեղ ընտրություն ասվածի տակ, եւ ինքը կտապալի դա կամ կստիպի այնպիսի, որ չմասնակցեն այդ հանցավոր խմբավորումները ՀՀԿ-ի գլխավորությամբ եւ երաշիկ կլինի, որ ազատ ընտրություններ կլինի, այդ ժամանակ կլինի այն, որ նոր կառավարություն կձևավորվի, այդ իրենց ասած այդ իշխանապողությունը ինքնաբերաբար կլինի։ Իսկ հիմա արդեն ցանկացած իշխանապողություն ասած է, ինքը ուզուրպացիոն ծրագիր է ինչ որ ներկայացնում։ Անունը դնում են իշխանապողություն, բայց ազգային ժողովում ինչ որ տեղեր մանդատներ շահելու եւ վարչախմբի հետ ինչ որ պայմանավորությունների մեջ մտնելու ստվերային կամա ես չեմ մեղադրում, որ բոլորը դիտավորյալ են կամ գիտակցված են անում։ Իրանք շատ-շատերը չեն էլ պայմանավոր, վարչախումբը չի էլ պայմանավորում շատ-շատերի հետ։ Ուղղակի տրամաբանությունը, քանի որ հասկանում են ինչի որտեղ է տրամաբանությունը, վարչախմբի արած գործողությունների տրամաբանությունը որտեղ է, շարժում են այդ հունով։ Դրա համար կարմիր գիծ է պետք քաշել։ Շատ է խոսում այն մասին, որ Հայաստանի ներքին կյանքում զարգացումները այլևս պայմանավորված են բացառապես արտաքին ազդեցությամբ, ուժային կենտրոնների որոշումներով, ինչ կարծիքի ես այս մոտեցման վերաբերյալ։ Շատ լավ հարց է, հատկապես պատերազմական այս նախորդ օրերի մեր աչքի առաջ ունենալով։ Ուրեմն նման կարգի մտածող մարդիկ, նման ձևով վերլուծող մարդիկ
պետք է ուրեմն նաև պատասխան տան այն բանին, որ ուրեմն պատերազմներն են կանխորոշված եւ այլն։ Քարորյա ամեն ինչ։ Այդ դեպքում մեր զինվորների ուրեմն խիզախությունները ինչ են անում, այդ ինչպես են կարողանում թշնամու դիմաց առնել։ Կանխորոշված են այն ժամանակ, երբ որ սուբյեկտներ չկան, երբ որ գիտակցություն չկա, անկախ ազատ գործելու գիտակցություն չկա, կամքը չկա եւ կատարողները չկան։ Քանի դա կա, ոչինչ կանխորոշված չկա աշխարհում։ Ամեն ինչ այդ նշածս բաղադրիչներից է կախված։ Հա, եթե Հայաստանում այն գիտակցումը չկա, որ պետք է ազատ ապրել, անկախ ապրել եւ դա լավ բան է, այլ կա, ասենք թե դե հիմա թե ռուսն է մեր տերը, ով էլ ուզում ալնի, կարևորը բան թաղցնենք, ընտանիք պահենք, ասենք թե խափելով, չգիտեմ։ Եթե այդ գիտակցումն է, բարձա դա արդեն իսկ բան։ Եթե չկա, ասենք թե ինքնուրույն գործելու կամ ցուցաբերելու ջիղ, մղում, չգիտեմ, այդ հանած է, այսինքն գիտակցությունը կարող է լինի, բայց մարդիկ այն հոգեբանական այն վիճակը չունենան, որ կարողանան դա կիրառել, պարզ է ինչ որ հաջորդ էտապում են կանգնելու փաստի առաջ։ Եվ այլն, էսենց այդ բոլոր իրար վրա գումարելով, բայց եթե այդ ամեն ինչը կա, հանրության մեջ կան այդ շերտերը, օղակները շատ են, պարզ է որ այդ բոլոր խոսակցությունները արդեն մեզնից հեռանում են մեզնից։ Եվ արդեն գալիս ենք սուբյեկտ լինելու, հիմա քանի որ ներքաղաքական դաշտում միավորները սուբյեկտներ չեն եղել, ես դրա համար միավոր բառն եմ հիմա վերջերս սկսել կիրառել, նրանք քաղաքական միավորներ են, ասենք ինչ սուբյեկտային վարկ չկա այնտեղ։ Դրա համար մեր համար հասկանալի է այդ ձեր ասացի կոնտեքստը, որ արտաքին աշխարհը կարող է ինչ ուզես անել, հա, եթե սուբյեկտ չկա, այդպես է, եթե կամք չկա, եթե գիտակցություն չկա, ինչ ուզես կանեն, բայց իմ ուրեմն տեսադաշտում, երբ որ նման բան է ասվում, հայտնվում են ոչ թե այդ միավորները անկամ անզոր տգետ միավորները, այլ այն զինվորները, որ կռվել են 4 քարորյա պատերազմում, կռվել են եւ դա ինչի շնորհիվ են հաղթել, զենքի շնորհիվ են հաղթել։ Ուրեմն պետք է հասկանան, որ զենքը այս աշխարհում միևնույն է, ամբողջ հազարամյակներով զենքն է եղել ամեն ինչի առաջընթացի հիմքը։ Եվ քանի զենքը կա, դու այդ կամքն էլ ունես, ամեն ինչն էլ ունես, այսինքն ամեն ինչի հասնելու ճանապարհը ունես։ Քեզ պետք է ասենք գիտակցումը գա եւ այսինքն մարդը ինքը տեղով որոշի ինքը ինչ է ուզում, այդ ամեն ինչն էլ կլինի մնացածը։ Արտաքին ուժեր ասած ինքնաբերաբար են լուծվում, չքանում։ Քո դիտարկումը պես քարորյա պատերազմից արդեն մոտավորապես 2 շաբաթ է անցել։ Մենք տեսանք, որ բարեբախտաբար զինվորը եւ սպան սուբյեկտ որպես դեռևս կան պետականության սահմանին կանգնած։ Այլ սուբյեկտների մասին կարող ենք խոսել, որտեղ տեսանք այլ սուբյեկտային դրսևորումներ այս պատերազմից արդեն նաև հետո ընկած այս ժամանակատվածում։ Ճիշտ ասած, այլ սուբյեկտներ նախկինում քանի որ չեմ էլ տեսել, նոր խոսեցինք, եթե քաղաքական դաշտում ենք խոսում։ Գոնե պատերազմից հետո դասեր, այսպես ասած։ Բայց ես կցանկանայի ոչ թե այն շատ լավ առիթ է, որպեսզի մեր հանրությունը հասկանա, որ իր հաղթանակների ճանապարհը բոլոր ճակատներում, արտաքին ճակատում, ներքին ճակատում, այդ զինվածության մեջ է։ Զինվածությունն է, որ այս երկրում շատ հարցեր լուծում է եւ լուծելու է։ Եթե մեր հանրությունը զինված լինի, ոչ մի արտաքին եւ ոչ մի ներքին թշնամի իր հետ ոչինչ չի կարող անել։ Չի կարող խոսել ուղղակի։ Իզուր չի, որ վարչախումբը տաբելային զենքեր է բաժանել այդ հրամանագրերով, հանուն եսիմին ծառայությունների, քրեօլիգարխիային եւ քրեօլիգարխիայի ներկայացուցիչներին։ Իզուր չի, բոլորս ենք հիշում 1 տարի առաջ Գագիկ Ծառուկյանի հետ կապված այդ դեպքերի ժամանակ, երբ որ ոստիկանությանը ուրեմն հանձնարարվեց հետ բերելու 200 այն ոստիկանների, բայց մենք բոլորս գիտենք, որ ոստիկաններ չէին, ոստիկանների անվան տակ իր հակայազորն էր, այդպես ասած, որը իր օբյեկտներն է հսկում։ Այդ զենքերը հավաքելու խնդիրը դրվեց։ Բացահայտ են դրանք, գաղտնի ինֆորմացիա չի կամ բան չի, ինձ իրենք էլ հայտարարեցին եւ 1 օր 2 օր գնաց այդ process-ը հավաքելու։ Այդ ինչ զենքեր են։ Դա այն զենքերն են, որի միջոցով իրենք կառավարում են, չէ, կառավարում չէ, իշխում են հանրության վրա։ Երբ որ հանրությունն էլ հավասարազոր ուժ կներկայացնի նույն զենքով ներկայանալի կլինի, կամ նույնն էլ չէ,
Անպայման չի բան, բայց ինքն էլ զինված կլինի, ոչ մեկ իր հետ չի կարող խոսել։ Դրա համար իսկապես կան երկրներ, որոնք դրամ կարող է հանրության դիտողը ասենք թե մտածի ինչ եմ ասում, չէ, դա չի որ աշխարհում այդպես բաներ չկա։ Այսօր գնացեք Շվեյցարիա պետությունը նայեք, գնացեք Ամերիկա պետությունը, Իսրայել պետությունը նայեք։ Բայց Շվեյցարիան շատ լավ օրինակ է, ես դրա համար եմ Շվեյցարիան պետք է հենց մեր տիպային օրինակը լինի, որ մենք պետք է շարժվենք այդ ճանապարհով։ Երբ որ բանակում ծառայող զինվորը տուն վերադառնալուց հետո իրեն ամրակցված մարտական զենքը տուն է բերում եւ տունն է պահում այդ զենքը մշտապես եւ տարվա ընթացքում ասենք կամ տարիների ընթացքում ինքը այդ որ զինավարժությունների է մեկնում նորից տնից է վերցում այդ զենքը գնում է այսինքն պետությունը ազգ բանակ հասկացությունը հենց այստեղ է պետք իրարել մենակ ինչի որ հա պատրաստ եղավ բոլորս կգնանք կկռվենք Խոսքը ազգ բանակի հիմնական կոնցեպտը պետք է լինի այնտեղ, որ յուրաքանչյուր տղամարդ, գոնե յուրաքանչյուր տղամարդ կամ յուրաքանչյուր զենք վերցնելու ունակ մարդ կարողանա զենքը ունենա իր հետ, իր մոտ։ Նա մասին չի որ փողոցում պիտի քայլի։ Շվեյցարիան ստեղծել է այն պայմանները, թե ինչպես այդ շրջանակները գծված է, թե ինչ սեյֆում է պահվում ոնց, բայց մարդը գիտի, որ տանը ունի եւ իր անվտանգությանը, իր սեփականությանը, իր ընտանիքին ոչինչ չի սպառնում, որովհետեւ առաջի դեպքը հենց եղավ եւ մեկը ոտնձգեց իր ընտանիքին, իր կյանքին, իր առողջությանը, իր ընտանիքի սեփականությանը եւ մնացած այդ ամեն ինչին եւ ինքը զենք իրարեց։ Դրանից հետո էլ ոչ մեկ ոտնձգություն չի կատարելու, որովհետև դա զսպող հանգամանք է դառնալու։ Սառը պատերազմի օրինակը դրա վառ օրինակն է, քաղաքական պետությունների մասշտաբով եմ ասում, որպեսզի ոչ մի տարբերություն չկա այս ընտանիքների կամ պետությունների մասշտաբները, ուղղակի մեծ ու փոքր մասշտաբներ են։ Սառը պատերազմի միջոցով համաշխարհային պատերազմ չեղավ, երկու բլոկները իրար, որովհետև երկուսն էլ զենքով զինված ասում են դու կրակից ես էլ քեզ կսպանեմ։ Հա կարող է ես մի քիչ շուտ, մի քիչ ուշ ձեր հրթիռը ինձ կհասնի, այս իմ հրթիռը մի քանի վայրկյան ուշ կհասնի, բայց մեկը երկուսս էլ տեսնում ենք, վերահսկում ենք միմյանց։ Ուզում ենք իրար ոչնչացնենք, խնդիր չկա, կոչնչացնենք իրար։ Բայց դրա արդյունքում ոչ մեկին չի ոչնչացնում։ Իսկ հիմա քրեոլիգարխան ոչնչացնում է հանրությանը, շարունակաբար ոչնչացնում է, արտագաղթը ոչնչացման ձևերից մեկն է։ Երբ որ ոչ մի կենսապայմաններ չի ստեղծվում աճելու, զարգանալու, ապրելու համար, մարդը պետք է բան ինչ պիտի անի, պիտի վերցնի գնա Հայաստանից, որպեսզի կարողանա ապրի, ուզում է ապրել։ Այդ պայմանները վերցված են ու հատկապես դրա ցուցիչը այդ զենքերն են, ու այդ բանդաներն են։ Երբ որ հավասարությունը պարիտետը կպահվի, այդ ժամանակ էլ այս երկիրը կարող արդեն շնչի եւ չմտածի որ կա երկրում կա անվտանգություն։ Աշխարհում իր հանդեպ կա անվտանգության խնդիր, այսինքն արտաքին թշնամին էլ գիտի, որ Հայաստանում հենց այս պահին 300, 400, 500, կես միլիոն մարդ կա ավտոմատը տանը դրած, եւ ներքին թշնամին էլ գիտի, որ ինքը եթե մի բան արեց, վնաս հասցրեց։ Նույն րոպեին վնասը ինքն է կրելու, այսինքն եթե նրա բոլորս գիտենք Լիսկայի օրինակը երեխայի աչքի հանելու է այդ կամ բան։ Եթե նա իմանար, որ նրա ծնողն էլ արդեն ոչ թե կգա իր երեխայի աչքը կհանի, այլ նռնակը կվերցնի կնետի եւ ամբողջ տունը չի լինի իր հետ, իր ընտանիքի հետ միասին։ Այս ժամանակ ինքը չի ծեծի իր որդուն ուրիշ ձև կդաստիարակի։ Կասի տղա ջան, չանես այդ բան։ Դու կարող ես անում ես որպեսզի մենք բոլորս վերանանք։ Սա է ճանապարհը։ Մենք ականատես եղանք հասարակական ինչ որ բուրըն դրսևորման այս քարորիա պատերազմի ընթացքում, այդ բուրըն դրսևորումները ինչ մեխանիզմներով կարող են տրանսֆորմացվել արդեն ներքին կյանքում տարբեր խնդիրների լուծման, նաև գուցե նաև հենց այդ հասարակությանը զենքի իրավունքի խնդիրը լուծելու վրա։ Առաջ երթին գիտակցումն է։ Ես հիմա օրինակի համար որ խոսում եմ, մտածում եմ, որ իսկապես մեր հանրությունը կարող է առաջ անգամ լսել, որ կարելի է զենքը տուն բերել, տանը պահել, այսինքն մեր բոլոր զինծառայողները, որոնք ծառայում են, հիմա ինչպես հարցը երբ որ գալիս է ինչպես, եկեք ուրեմն առայժմ գեներացնենք այն ուրեմն միտքը, այսինքն համատարած սարքենք, ամբողջ հանրությունը դրա մասին մենակ խոսա, որ երբ որ մեր զավակները գնում են 2 տարի ծառայելուց հետո իրեն զենքերի հետ միասին օրենք ընդունի ազգային ժողովը,
պարտադրվի հանրությունը մենակ դրա մասին խոսա, թող պարտադրվի, որ ազգային ժողովը այդ օրենքը ընդունի, որ մեր զինծառայողները, ովքեր ծառայում են, ու 2 տարի ինքը քնել է այդ զենքի հետ միասին, դրանք ամեն զինվորի առանձին զենք է հատկացվում հաշվետվուսակային։ Այդ զենքը թող ինքը բերի տուն իր հետ, պայմանները ստեղծվեն, թե տանը ինչպես է նա պահելու, ինչ հանգամանքներով, որ իր ընտանիքի հետ կապված վտանգները չեզոքացվի։ Դա ուրիշ խնդիր է, դա կարելի է փորձը նայել, Շվեյցարիան ինչպես է այդ հարցը լուծում, Ամերիկան ինչպես է, Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչպես է այդ հարցը լուծում, բայց կարելի է առաջինը գիտակցմանը գալ։ Այսինքն ինչպեսի միջև մենք գիտակցմանը չենք եկել, մենք մնացած քայլերը չենք կարող հələ անել։ Երբ որ գալիս ենք այդ գիտակցմանը, դրանից հետո արդեն կարող են մասնագետները նստել, արդեն ողջել, թե ինչպես հասնենք դրան, բայց մի հատ հասկանանք, որ պետք է դրան հասնել։ Շնորհակալություն Սարո, հետաքրքիր տեսակետների համար, բարեկամներ այսքանը, կհանդիպենք։